կարող ենք այս պահին հարցանագրել, որ 34 ստորագրություն impeachment-ի նախաձեռնությունը արդեն ունի, ինչը ակնհայտ շատ մեծ առաջընթաց է, շատ մեծ քայլ առաջ այս գործընթացի առաջ շարժման համար։ Ես ուղղակի չեմ կարողանում իմ ուրախությունը, իմ հուզմունքը զսպել։ Շնորհակալություն բոլոր այն պատգամավորներին, առանձին անուն առանում, ես նաև իմ Facebook-յան էջով այդ մասին անպայման կասեմ, անուն առանում բոլորին շնորհակալություն, ովքեր միացան, ովքեր ես հույս ունեմ, նաև մենք հնարավորություն կունենանք ընդհանուր ճակատով ուսուսի տված կռիվ տալու, իրական կռիվ տալու, արդեն ընդդիմության ներսում այլևս թեր հասկացվածության որևէ առիթ այս պայմանությամբ չկա, գոյություն չունի, այս պայմանությամբ արձանագրենք որպես լավ լուր, որ ընդդիմությունը գործի օրակարգի շուրջ միասնական է, դա միայն ողջունելի է, այս միասնականությունը պետք է երկու ձեռով փայփայենք, շատացնենք, ուժեղացնենք եւ վերջնական նպատակին հասնենք։ Արեցիք երկրորդ քայլի համար ԿՊԱ-ականներ որպեսզի միանան։ Ինչ է պետք եւ ինչ աշխատանքներ եք նախապատրաստ եւ արդյոք կմիանան։ Հեսա առանձին հեսա կանդրան։ Այնտեղ նաեւ Գալիչում հարց հնչեց ճանապարհային քարտեզի մասին։ Այդ մասին բազմաթիվ անգամ ես ասել եմ, բայց միշտ պատրաստ եմ նույն բանը անդադ ասելու, որովհետեւ սա իրականում հենց իրազեկման մի մաս է։ Շնորհակալություն, այդ շատ կարևոր հարցի համար։ Առաջին կետում ճանապարհային քարտեզի առաջին քայլը դա ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ստեղծումներ, ինչի ականատեսը մենք եղանք այսօր։ Մենք բոլորս տեսանք, որ եղավ է։ Վերջնականապես մի կողմ թողնվեցին տարբեր մանր-մուներ ոչ էական տարաձայնությունները եւ մենք տեսանք ընդդիմության միասնականությունը։ Իհարկե, սա դեռ փխրուն միասնականություն է, բայց հուսով եմ դա ավելի կամրանա, կարծրանա, արդեն պայքարի ընթացքում։ Երկրորդ քայլը ճանապարհային քարտեզի։ Այս միասնականությունը նաև պետք է միավորել արտախորհրդարանական ընդդիմության դերակատարների միասնությունը, ձևավորելով մեկ միասնական ճակատ ընդդեմ այս երկիրը մեր հայրենիքը հանձնող վարչախմբի։ Սա շատ կարևոր կետ է, ասեմ ինչի համար արտախորհրդարանական, որովհետև ըստ էության ազգային ժողովի այսօրվա կազմը ինքը չի արտահայտում այս պահի դրությամբ հանրային կարծիքը, հանրային մոտեցումները, այլևս չի արտահայտում, արդեն ինքը ազգային ժողովի գումարման վերջին ժամանակահատվածին ենք հասել, ցավոք սրտի այդ ժամանակ ենք նոր այս ամեն ինչը քայլ առ քայլ իրականացնում, բայց եւ այդ իսկ պատճառով արտախորհրդարանական ուժերի մեջ կան շատ ուժեր, որոնք ոչ պակաս հանրային են, ոչ պակաս լսելի են եւ միգուցե դրանք նախկին ընտրությունների ժամանակ 2018 թվականի ընտրությունների ժամանակ նույնիսկ դրանցից ոմանք չկային, իսկ հիմական իրենց ասելիքը նոր սկսել են ասել եւ որոշները բավական հաջող, այնպես որ այս գործընթացում նաեւ շատ կարեւոր է արտախորհրդարանական ընդդիմության միացումը եւ համընդհանուր համազգային ճակատի ստեղծումը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի գլխավոր իր իշխելու, այսպես ասած, այն Կաշեի Բեսմերտնի նման, որ իր մահը այտենց ձվի մեջ էր բան, այդ ասեղը եւ այլն։ Այս իր այդ մահը, այսպես ասած, քաղաքական հանրային մեծ կոնսոլիդացիայի մեջ է, այդ դրա մեջ իր ամենամեծ վտանգն է իր իշխանության համար։ Ինքը միշտ պառակտում է հանրությանը, բոլորի դեմ է անում, բան որ ինքը այդ արանքում ինքը շարունակի իշխելը։ Եվ այս process-ը ես նորից կրկնեմ, այն ինչ որ ասել եմ առաջ, առանց հանրային եւ համազգային մեծ ընդգրկունության ինքը դատապարտված է, ինքը չի կարող լինի տեղի ունենա վերջնահանգրվանի գա։ Բայց մենք այսօր ականատես եղանք այդ իմ ասած 3 կետերից առաջինի իրականացմանը։ Հիմա պետք է աշխատենք երկրորդ եւ երրորդ։ Պակասող ձայները լրացնելու գործընթացը եւ երբեք։ Okay, հիմա ասանք այդ պակասող ձայներին։ Նայեք, 36-ին անդրադառնանք այո գործընթացը սկսելու համար ձեզ այս պահին 36 տեքստ մաթեմատիկա չկա, ես դրան դնույթ չեմ էլ անդրադարձել, մեռել եմ ասելով 36 ձայն գոյություն չունի այդպիսի մաթեմատիկա։ 30 որտեվ հենց նոր էլ Մամիջանյան հայկայտարեց, որ 36-ի արկայության դեպքում իդեպ հույս ունեմ
բավական տեսանելույս, որ այսօր մենք 36 ձայն կունենանք, այսինքն ես ենթադրում եմ, որ հուսով եմ, որ այդ սյուրպրիզը վերջին սյուրպրիզը չի լինի, այսօր դրական առումով։ Դե դիտենք օրը դեռ դեմները սա կտեսնենք։ Հիմա ես հույս ունեմ, կարամ հույս ունենամ, Մերի ջան, ես այդ հույսը ունեմ։ Հիմա նույնիսկ եթե այդ 36 իմ հույսը արդարանա այդ 36-ը լինի, անիմաստ է դիմել մտնել այդ շոչիկի տակ, այդ 3 օրյա ժամանակը վերցնել, ու այդ 3 օրվա ընթացքում փորձել ԿՊԱ-ականների հետ 3 օրվա ընթացքում, 3-ը մաքսիմում 2 օրվա ընթացքում բանակցել ու այս կոմբերել։ Հիմա բայց երբ որ կստեղծվի այդ համազգայունությունը, այդ վիճակը, իսկ դուք դա կտեսնեք, այսինքն այդ ամեն ինչը ձեր աչքով կտեսնեք։ Տեսնում եք սադրիչներ են ուղարկում, հասկացա։ Նիկոլը մնացել է այսպես մի քանի օգու հույս։ Հիմա հարցը դա չի։ Ոնց ենք բերելու ԿՊԱ-ական ձայները։ Սիստեմը մոտապես առարկական պատկերավոր դուք պատկերացնեք, մոտապես նույնը ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին, սիստեմը դեմ ասում, էլի ոչ բովանդակային մասն եմ ասում։ Համազգայունության կոմպոնենտը հենց ապահովվի, ահա, հիմա պետք է լցվեն գործի, դա մենք պետք է անենք, այսինքն դրա պատասխանատուն բոլոր այն մարդիկ են, այզանից սկսած, ովքեր որ այս գործընթացը սկսել են բզբզացել են, գցել են առաջ, այսինքն մենք, ես, Էդգար Ղազարյանը, պատիվ ունեմ մի պատգամավորները, այս պայծ սկսած արդեն Հայաստան խմբակցության հարգելի մեր պատգամավորները ոչ մի բան չկա, բոլորս պետք է լցվենք, հիմա ընդհանուր մի հատ հասկանանք, ասեցի արտախորհրդարանականն էլ այս թեմայի շուրջ միացնենք, տանք դրան համազգայունության վիճակ, մարդկանց ասենք, որ դուք այս անգամ միանում եք ոչ թե անձի, ոչ թե ինչ-որ այսպես կոչված տրիգերի, որը իրանից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանական քայլի շուրջ, մենք անունը դրենք տրիգեր դրա, էլ չգիտեմ ինչի, այլ պետք է միավորվել օրակարգի, ծրագրի եւ վճռականության շուրջ։ Այս 3 կոմպոնենտների դեպքում հավատացեք, սենց բռնապետներ չեն, էլի կանսերվա եղել։ Պատմությունը կարակ թերթեք, նայեք, ինքը ընես չի, որ Նիկոլ Փաշինյանը մեր բանն է, այս աշխարհի այս մոլորակի ամենաանխոցելի եւ պարտելի ինչ-որ պերսոնաժն է։ Անես որ ինձ թվում է դա բավական լուծելի, տեսանելի առումով լուծելի, դժվար, աշխատատար, քրտնաջան աշխատանք պահանջող, բայց լուծելի, այսինքն հնարավոր տարբերական։ Պատրաստի լուծումներ ոչ միտեղ չկան։ Ես ձեզ ներկայացրեցի ճանապարհային քարտեզը, ներկայացրեցի իմ տեսլականը, ենթադրում եմ վճռականության առումով համենայն դեպս նախաձեռնության առաջ տանողների մասով որևէ կասկած չի կարող լինել։ Մնացածը ցույց կտա կյանքը, այսքան բան։ Հաջան։ Ձեր էջում այս ընթացքում սկսեց։ Քոչարյանին եւ քոչարյանականների։ Ոչ Քոչարյանը ինչ կապ ունի։ Քոչարյանը ոչ Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը երկրորդ նախագահ։ Երկրորդ նախագահը ոչ իմպիչմենտի սուբյեկտ է եւ ոչ էլ իմպիչմենտի օբյեկտ է։ Երկրորդ նախագահը կառավարել է իր նախագահության տարիներին շատ լավ, ինչի համար ես իրան շնորհակալ եմ, երախտիկից խոսքը հայտնել եմ։ Այս process-ի մեջ երկրորդ նախագահը որևէ գործընթացի ոչ մասնակից է, ոչ էլ օբյեկտ է։ Մասնակից են падգամավորները։ Դեպ ասել եք, եթե չմիանանք քաղաքական Հիմա լուրջին դարավ բանը բազմաթիվ գրառումների թեմա։ Ես հասկանում եմ, այդ բազմաթիվ առիթներ եմ ունեցել պատասխանելու, այս ուրախ իմ երջանիկ ապրումները չեմ ուզում։ Եկել եք մեր տոնը, որ հարամեք, չէ, ես չեմ ուզում խոսամ մի բանից, որը այս process-ի հետ մի իրավիճակից նկատի ունեմ, էլի կապլիցի բան չի, որ այս իրավիճակի հետ կապ չունի եւ հատկապես որևէ խմբակցության վրա լեգիտիմ, ռեալ, օրինական ազդեցություն չի կարող ունենալ երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը Հայաստան դաշինքի առաջնորդն է, դաշինքը այլևս չկա։ Կա Հայաստան խմբակցություն, Հայաստան խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը Արծվիկ Նինեսյանն է։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ են առանձին անհատ падգամավորների ստորագրություն։ Ռոբերտ Քոչարյանը ոչ падգամավոր է, ոչ էլ գործող վարչապետն է։ Ցավոք սրտի, ես կուզենայի, որ նա լիներ գործող վարչապետը, մենք այս իրավիճակում չենք լինի։ Ես նույնիսկ պատրաստակամություն եմ հայտնել
պայքարելու հենց իր վարչապետության համար, մինչև հիմա պատրաստակամության մասով փոփոխություն չկա։ Նույն Հայաստան Դաշինքի Հայաստան խմբակցության անդամները պատգամավորները իրատեսական չէին համարում բացարձակ այս գործընթացը։ Հիմա ինչը փոխվեց, որ հանկարծ մտան գործը։ Իշխան Սաղաթելյանը իր ելույթի մեջ պատասխանեց այդ հարցերին, ամենևս ես բավարարված եմ այդ ելույթից, ինքը հայտնեց, որ իրավիճակ է որոշակիորեն, իրավիճակի փոփոխություններ կա։ Դե նախկինում այս գործընթացը տարբեր փուլեր է անցել, երբ որ մենք այս նույն այստեղում նամակներ էինք Էդգար Ղազարյանի հետ հանձնում, էլի ձեր հետ հաճույք ունեցանք շփվելու, պատիվ ունեցանք շփվելու այստեղ։ Մարտ ամսից սկսած այս թեմայով տարբեր հանդիպումներ, տարբեր գործողություններ, հետո չկար տեխնացու, իրականում եկեք անկեղծ լինենք։ 4 տարի իմպիչմենտ չի արվել, որովհետև ընդդիմությունը չէր կարողանում համախմբել մի տեխնացուի շուրջ, այսինքն ամեն մեկը իր պատկերացում ուներ տեխնացուի։ Դա կարող ուրիշ պատճառաբանություններ հիմա բերեն, բայց իրականությունը դա է։ Մենք նույնիսկ այդ հարցի լուծման վրա փորձեցինք ինչ-որ կերպով ազդել, ինչ-որ ձևով այդ հարցի լուծումն էլ բերեցինք։ Այո, եւ ամեն փուլի հետ իրավիճակ փոխվեց եւ ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ իր այսօրվա խոսքի հետ, որ իրավիճակը արդեն այնպիսին է, որ չմիանալը բազմաթիվ շատ վատ հարցերի տեղի կարող էր տալ, իհարկե պայմանավորված իրավիճակով։ Մարդը կարա մի բանը համարի անիրատեսական, հետո որոշակի ժամանակ հետո համարի իրատեսական։ Անձամբ ինքս պատրաստ եմ հանդիպել Հայաստան խմբակցության ցանկացած պատգամավոր հետ, ընդհանրապես բոլոր պատգամավորների հետ, նույնիսկ ԿՊ-ական, ոչ թե նույնիսկ հատկապես ԿՊ-ական եւ բացատրել ինչքան իրատեսական է այս process-ը եւ այդ իրատեսականի առումով որից խնդիր չկա։ Ինչ արել եմ ինքս։ Հիմա այստեղ զուգահեռաբար փողոցում որևէ process սպասվում է, որտեղ դուք նաև ձեր ելույթում ասում եք շտապեմ գնամ միանամ Բաղրամյան փողոցում այս պայդրությամբ փողոցի այս հավաքը կազմակերպել է Արթուն ենք շարժումը ըստ էության երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, մեկը ազգային ժողովի շենքի ներսում, մյուսը ազգային ժողովի շենքի դրսում, դա մենք ենք կազմակերպել, շենքի ներսի կազմակերպած հետ մենք որևիցե կապ չունենք, դրսի կազմակերպած հետ էլ ներսի ժողովուրդը նկատի ունեմ, պատիվ ունեմ խմբակցությունը կապ չունի։ Մենք ենք Արթուն ենք շարժման անունից հայտարարեցինք Էդգար Ղազարյանն գնաց դիմեց քաղաքապետարան եւ որոշեցինք, որ կարող է քաղաքացիներին հետաքրքրի լսումները, ոչ բոլորը հնարավորություն ունեն դա ներսում նայել, ուս կարող է քաղաքացիներ ուզում են գան մեզ անձամբ ինչ-որ հարցեր տան, պատասխաններ ստանան եւ այլն, շատ լավ առիթ է այս լսումներով, որպեսզի քաղաքացիները հավաքվեն, էկրանը տեղադրել ենք, էկրանից հետևեն, եթե նկատել եք բեմ դրած չի, որովհետեւ ես կարծում եմ վաղուց ելույթների ժամանակները անցել են, արդեն քաղաքացուն պետք է անել կոնկրետ առաջարկ, այսօրվա մեր առաջարկն է, Ժողովուրդ ջան, եկեք, հավաքվենք, իրար հետ լսումներ անենք, որս ինչ մոտեցում ունի, ինչ կարծիք ունի, ինչ որ լավ առումով եւ այլն, այդ էլ միասին հաշվի առնենք, շարժվենք առաջ, հասնենք մեր նպատակին։ Շնորհակալ Վարդանյանն առաջարկել էր ձեզ խոնարհվել մեծերի նկարների։ Ես հենց հիմա իմ մեծերն ու Աղվան Վարդանյանի մեծերը միգուցե դրանք տարբեր մեծեր են, էական չի, բայց ես խոստացել էի Աղվան Վարդանյանին, որ պահին ինքը կստորագրի, ես կգամ այնտեղ իր բոլոր նկարների առաջ խոնարհվեմ, ես իմ խոսքի տերն եմ։ Ես սիրով մեծ Աղվան Վարդանյանի հետ շփվելը միշտ հաճելի է, միշտ հետաքրքիր է, Անիշ չի, որ այդ շփումներով ենք մենք սահմանափակվել։ Քաղաքական առումով որոշակի սառեց մեր հարաբերությունները, բայց ես հուսով եմ դրանք շատ արագ վերականգնվեն։ Ես ասել եմ, այս խոսքամ խոնարհվեմ բոլոր նկարների առաջ, այնտեղ ինքը կարա բոլոր նկարների որ Ջեկի Չանի նկարն էլ կարա խոնարհվեմ։ Ստորագրելը իմ հուսածը դա է եղել։ Իր հետ շփվելը հաճելի է։ Ես խնդիր չունեմ։